ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը կառավարության որոշմամբ այսօր նշանակվեց Կոտայքի մարզպետի պաշտոնում։ Մինչ այդ մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը։ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հարությունյանը նոր աշխատանքի կանցնի, իսկ թե մասնավորապես որտեղ կտեղավորվի արդեն նախկին մարզպետը չհստակեցվեց, սակայն նշենք, որ օդում առկախված լուրերի համաձայն Արամ Հարությունյանը կնշանակվի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում, որը թափուր էր մնացել Վահե Հակոբյանի հրաժարականից հետո, իսկ Կարապետ Գուլոյանը, հիշեցնենք, աներոջ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ից դուրս էր եկել։ Դեմ կարծիքներ, եթե չկան հաստատում ենք։ Հետո գործադիրը քննարկեց ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուքյանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը։ Նախագծով падգամավորն առաջարկում էր 2 տարով հետաձգել թվային հեռարձակման ներդրումը։ Կառավարության նիստում կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ազգային ժողով։ Ներկայացված փոփոխությունները չեն ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ, մասնավորապես իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների եւ ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով ռադիո հեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները եւ այլն։ Մենք երբ կունենանք նախագիծը, Բեգլարյանին հարց ուղղեց Աբրահամյանը։ Ի պատասխան Բեգլարյանը նշեց, թե օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետությունում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետի հետաձգումը մինչև 2017 թվականն ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանալու։ Լրագրողների հետ զրույցում էլ Բեգլարյանը նշեց, որ իրավաբաններն աշխատում են նոր նախագծի վրա։ Վերջնական քննարկումից հետո մենք ձեզ կոնկրետ կասենք, դա կլինի 2 տարի, 6 ամիս, թե 1 տարի։ Կառավարության օրակարգում ներառված մյուս հարցերը ընդունվեցին միաձայն։ Առաջարկություններ չեղան, առարկություններ եւս։ Հետո Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ գործադիրի նիստին հրավիրել է նաեւ հոգեվորականի։ Քննարկելու են արդյոք անհրաժեշտ է տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային սահմանել։ Մինչ այդ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սուրբ Հարություն տոնին հաջորդող երկուշաբթին համարվում է ոչ աշխատանքային։ Միևնույն ժամանակ Հարությունյանը հայտնեց, որ գործարարները դեմ են, որ տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային լինեն։ Արձագանքեց նաև Հովիկ Աբրահամյանը։ Հունվար ամսից անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ իրենք շաբաթ կիրակի չեն աշխատում։ Եթե մենք շաբաթ օր աշխատում ենք, անարդյունավետ է եւ երկուշաբթի եթե չենք աշխատում ընդհանրապես եւ այս տնտեսական լարվածությունը, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ ամբողջ տարածաշրջանում կամ ամբողջ աշխարհում ընթացող այս տնտեսական լարվածությունը, տնտեսական պատերազմը նաեւ խաթարում է մեր աշխատանքը։ Ապա խոսք տրամադրվեց նաև Արշակ Սրբազանին։ Վերջինս նշեց, որ կան 5 տաղավար տոներ։ Նա անդրադարձավ 2008 թվականին ընդունված կառավարության որոշմանը, ըստ որի տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրերը վերաբաշխվել են եւ մարդկանց հնարավորություն է տրվել մեռելոց օրերին այցելել գերեզմաններ։ Որոշման նախագիծ չեմ ներկայացրել, պարոն վարչապետ, բայց ես խնդրում եմ, ինչպես բոլորը, հաստատել այդ Կքննարկենք եղավ Աբրահամյանի պատասխանը, իսկ մինչ գործադիրի անդամները քննարկում են աշխատել, թե ոչ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային իրականացնում Նայրիտ գործարանի արդեն նախկին աշխատակիցները պահանջով վճարել իրենց աշխատավարձերը։ Հավաքվածները ցանկանում էին հանդիպել Հովիկ Աբրահամյանի կամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ։ Պահանջը չկատարվեց։ Դրսում հանդիպել ակցիայի մասնակիցների հետ գործադիրի անդամները չցանկացան։ Փոխարենը հարցին անդրադարձան տակու կաբինետում նստած կառավարության նիստի ավարտից հետո։ Աբրահամյանն առաջարկեց Զախարյանին խնդրի հետ կապված պարզաբանումներ ներկայացնել։ Համաշխարհային բանկի կողմից այսօր իրականացվում են տեխնիկական աուդիտ, 2 օրից պատրաստ կլինի տեխնիկական աուդիտը եւ կլինեն նաեւ կներկայացվեն հանրապետության կառավարություն եւ ձեզ պարոն վարչապետ։ Տեխնիկական աուդիտից հետո նոր պարզ կլինի ընդհանուր գործարանի հետագա ճակատագիրը։ Արդյոք տեխնիկապես գործարանը հնարավոր է վերագործարկել թե ոչ։ Ըստ Զախարյանի գործարանում կա գույք, որը նույնիսկ Նայրիտի վերագործարկումից հետո անհրաժեշտ չի լինելու եւ այդ գույքը հանվել է վաճառքի։ Աշխատակիցներին առաջարկել են սպասել, կվաճառվի, փող կլինի, պարտքերը կմարեն։ Նախարարի հետ հարցը քննարկելուց հետո Աբրահամյանը որոշեց ընդունել բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Հանդիպումը դռնփակ էր։ Ավարտից հետո նայրիցիները հայտարարեցին, որ հերթական անգամ փորձ է արվում խոստումների միջոցով իրենց լռեցնել։ Բողոքի ակցիաները ըստ նրանց կրելու են շարունակական բնույթ։ Սպասել գույքի վաճառքից գոյացած գումարներին իրենք չեն պատրաստվում։